Փառք մեր Տիրոջը։ Ողջունում եմ ձեզ սիրելիներս Հիսուս Քրիստոսի անունով։ Կարող եք ողջունել կողքիներիդ եւ նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Շնորհակալություն փառաբանության թիմ ջան, ինչպես միշտ դուք փայլում եք, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Հալելույա։ Այսօրվա քարոզի վերնագիրը այսպես է. հավատք, աղոթք եւ պաշտամունք։ Գիտեք, ես ծնվել եմ ոչ հավատացյալների ընտանիքում, իմ հայրն ու մայրը չեն եղել հավատացյալ, ես եկել եմ Տիրոջը, հետո են նրանք դարձել հավատացյալներ, ընդունել են Տիրոջը, բայց իմ տատիկը, հայրիկիս կողմից տատիկս, ինքը առաքելական եկեղեցու հետևորդ էր ու ինձ երբ որ ես փոքրիկ էի, ինձ իր հետ ամեն անգամ տանում էր եկեղեցի։ Գիտեք ինչ էի անում։ Ինքը ինձ սովորեցնում էր. պատը համբուրի, դուռը համբուրի, նկարին համբուրի, խաչը համբուրի, ինչ տեսնում ես համբուրի, այստեղ ամեն բան սուրբ է։ Ու ես տենց սովորել էի ու տենց մեծանում էի այդ ամեն ինչի մեջ։ Ամեն ինչի մեջ, գիտեք, դատարկ տեղ էի զգում։ Փնտրտուքների մեջ իմ ներսում դատարկ տեղ կար, որը ոչ մի բան չէր լցնում, որը ոչ մի բան չէր լրացնում։ Ամենուրեք փնտրում էի Աստծուն, բայց սուր, որովհետև ինչի մեջ որ ես փնտրում էի, այնտեղ Աստված չկար։ Ովսե 4-րդ գլուխ առաջին խոսքում այսպես է ասում. Լսեցեք Տիրոջ խոսքը, ով Իսրայելի որդիք, որ Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ, որովհետև ճշմարտություն չկա եւ Աստծու գիտություն չկա երկրի մեջ։ 4-ի 6-րդ խոսքում այսպես ասում. Իմ ժողովուրդը բնաջին եղավ գիտություն չունենալու համար։ Գիտեք, ես գիտություն չունեի։ Ես փնտրում էի, բայց չգիտեմ ում։ Կենթանի Աստծուն թողած ինչ-որ կուրքերի էի փնտրում, ինչ-որ միտեղ ման էի գալիս Աստծուն, որտեղ որ Աստված մարդու սրտի մեջ է, մարդու հոգում է, այնքան մոտ էր Աստված ինձ, բայց ես ուրիշ տեղերում էի Աստծուն փնտրում։ Ու տենց տարիներ շարունակ մինչև 36 տարեկան էի, Յարոսլավ քաղաքում էի, ինչ-որ մի պատճառով գնացինք, այն ժամանակ ինք իմ հովիվը չէր, հովիվիս մոտ, հարց լուծելու։ Ես այդ ժամանակ հետո եմ հասկանում, թե Աստված ինձ խիտ տարավ, ինչ կապ ուներ հովիվս այդ հարցի հետ։ Գիտեք, ընդհանրապես այնց հարցերը ուրիշ մակարդակի վրա է լուծվում, ուրիշ մարդիկ են լուծում, բայց ես հետո հասկացա, թե Աստված ինչի ինձ տարավ հենց Աստծու սուրբ մարդու մոտ։ Գիտեք, երբ որ ես սկսեցի պատմել պատմությունս ինչ ա եղել, ինքը լսեց, ասեցի, օրինակ դու ոնց կվարվեիր, ասեց կներեի։ Ասեցի, չէ, երևի ճիշտ չհասկացար։ Նորից սկսեցի պատմությունս պատմել, ինքը լուր լսեց, երկրորդ անգամ ասեցի, ինչ կանեիր, ասեց կներեի։ Ես արդեն բարկաց ասում, ես չեմ հասկանում, ոնց կներես, ու նորից ուզում եմ երրորդ անգամ շարունակեմ, ասում եմ եղբայր, դու ինձ հարցնում ես ինչ կանես, ես քեզ ասում եմ ես կներեի։ Ու խորտ կտամ դու էլ ներես, որ տեսավ ես չեմ հասկանում։ Ինձ ասաց կարամ Աստվածաշնչից մի հատ տեղ կարդամ, մի հատ խոսք, ասաց սիրով կլսեմ։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Գիտեք, այս խոսքը, երբ որ ինքը կարդաց, իմ ամբողջ ներսը տակնու վրա եղավ։ Ես չհասկացա իմ հետ ինչ կատարվավ։ Ես վարքյանական փոխվեցի, ես վարքյանական դառա ուրիշ մարդ։ Ու հարցրեցի, ասի, ձեր ծառայությունները երբ է։ Ասեց, այս ինչ օր, ասի, ես գալիս եմ ձեր եկեղեցին։ Մենք 4 հոգով ենք, երբ որ այդտեղից դուրս եկանք, 3-ը մտածեցին, թե ես հենց այնց եմ ասում, բայց իմ ներսը արդեն
Տերը շարժել էր, ամբողջը փոխել էր։ Մեկ խոսքով ընդամենը։ Երբ որ ես իրանց ասեցի, ես լուրջ եմ ասում գնալու եմ, իրանք զարմացան։ Ո՞նց ես գնացի։ Ես գնալու եմ։ Ես գնալու եմ, անպայման գնալու եմ։ Ու հաջորդ շաբաթվանից ես սկսեցի գնալ Աստծո տուն։ Ու իմ կյանքը սկսեց փոխվել։ Իմ կյանքի մակարդակը սկսեց փոխվել։ Ամեն բան սկսեց փոխվել։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է փոխվի դու եւ կփոխվի քո ամբողջ շրջապատը, քո ողջ շրջապատը։ Ու սկսվեց ամեն ինչ սկսեց փոխվել իմ կյանքում։ Դեպի լավը։ Այն ինչը որ արդեն քարու քանդված արդեն փլուզման շեմին էր, ընդամենը շատ փոքր էր մնացել, որ ես ընտանիքս կորցնեի ու ամեն բան։ Ու Աստված այդ պահին այցելեց ինձ ու իր գիրկը առավ մեկ խոսքով, ընդամենը սիրելիներս, մեկ խոսք։ Բոլոր հոգնածներ, բոլոր վաստակածներ, եկեք ինձ մոտ եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Այդ փոթորիկի մեջ, գիտեք, ես չէի գտնում, ես անարդարությունն եմ, ասում եմ, «Ի այսքան անարդար ես կյանքը»։ Դու անում ես քո ընկերոջ համար, քեզ սենց են պատասխանում ու սենց, որ ես ոգևորված պատմում էի։ Ու Աստված էս խոսքը տվեց, ասեց, կյանքումդ փոթորիկ է, տղա ջան, արի գիրկս, ես քեզ խաղաղություն կտամ։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հռոմեացիս 10:17 Ուրեմն հավատքը լսելուցն է եւ լսելը Աստծո խոսքից է։ Խոսքը լսեցի, նոր հավատք եկավ։ Գիտեք, միջև այդ ես պատմեցի, որն էր իմ հավատքը։ Եթե կարելի է իրան հավատք համարել, ես հավատում էի, չգիտեմ ինչերին։ Բայց Աստված պարզ խոսք է տալիս, ասում է հավատքը, ուրեմն հավատքը լսելուցն է եւ լսելը Աստծո խոսքից է։ Ուրիշ խոսքերը, եթե մենք մոտենում ենք ինչ-որ մեկին Աստծո խոսք քարոզել, բայց սկսում ենք մեր կյանքը պատմել, թե ինչքան մենք լավն ենք, ինչքան գեղեցիկ ենք, դրա փոխարեն ընդամենը Աստծո փոքրիկ խոսք, փոքրիկ, բայց զորավոր, սրտեր քանդող, քարացած սրտերը քանդող ու մարմնեղեն սրտեր շինող, ընդամենը խոսք։ Ամեն։ Եբրայացիս 11:6 Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Գիտեք, եթե չհավատանք ուղղակի մոտենանք Աստծուն, անիմաստ է, որովհետև պարզ գրված ասում է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո, մենք պետք է հավատքով մոտենանք Աստծուն։ Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, նախ պետք է հավատանք, որ կա։ Տեսեք, ես պատմում էի, չէ՞։ Ես չգիտեի Աստված ով է, ես չգիտեի ում եմ դիմում, ում եմ։ Այդ բան հիշեցի, երբ որ մենք Ֆրանսիայում ենք, ասես բարձր մոտարապես, եթե ճիշտ եմ հիշում չափերը, մոտարապես sense բարձրության մոմեր կար ու հաստ, մոտարապես sense հաստության։ Ես գնում այդ հաստ մոմն էի վառում, մտածում էի ինչքան հաստ լինի, այնքան իմ երազանքը կկատարվի։ Գիտեք, sense քարանձավի նման տեղեր, ջուր էր, տեղից բարակ գալիս, մենք կանգնում էինք, հերթ էինք կանգնում ժամերով, այդտեղ կիլոմետրից ավել հերթ էր։ Ամեն մարդ մտնում էր ջրին դիպչում էր, քսում էր իր ցավոտ տեղերը, որ բժշկվի։ Ժողովուրդ պատկերացնում եք, ես ինչերով եմ անցել։ Աստված, մեր հայրը, մեր Տերը 24 ժամ, ամեն վայրկյան, մեզ սպասում է, որ ուղղակի մենք սկսենք մեր սիրտը բացել իր դեմ։ Ուղղակի մոտենանք, ասենք, Տեր, խնդիր ունեմ։ Եթե խնդիր չունես, մոտենաս ասես, Տեր, քեզ փառք եմ տալիս, այս ինչ քաղցր ես, այս ինչ լավն ես դու։ Պետք չի հերթ կանգնել, պետք չի գնալ կիլոմետրով հերթ կանգնել, որ մոտենաս Աստծուն։ Ընդամենը
մեզանից է կախված։ Որ վարքյանին ուզենանք, Աստված միշտ 24 ժամ ամեն վարքյան մեզ սպասում է։ Ամեն։ Հովհաննես 8:31-32 խոսքերը։ Եվ Հիսուսը իրան հավատացած հրեաներին ասաց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Տեսեք, ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ, տեսեք ինչքան կարևոր է Աստծո խոսքը, ասում է, եթե իմ խոսքի մեջ կենաք, նոր ճշմարտապես իմ հավատացյալները կլնեք։ Եթե մենք չենք կենում Աստծո խոսքի մեջ, եթե մենք ուղղակի խոսքը կարդում ենք ու շրջանցում ենք կամ խոսքը կարդում ենք ու ինչ-որ բան մեզ դուր չի գալիս ու մենք չենք հարցնում, Տեր, խնդրում եմ բացի ինձ, այսքան տեղը ոնց որ այդքան էլ իմ սրտով չի, կամ այսքան տեղը ոնց որ լավ չհասկացա, բացատրի ինձ, ես ուզում եմ հասկանամ, ինչ ի նկատի ունես դու այս խոսքերի մեջ։ Եթե մեզ չի հետաքրքրում, գիտեք, ես չէ, Աստծո խոսքն ասում, զուր այդ ամենը, որովհետև եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Ամեն։ Այս ամեն պատմվածքի մեջ ես ուզում եի ցույց տալ, թե ինչքան կարևոր է խոսքը։ Ուզում եի ցույց տալ, թե հավատքը որտեղից է գալիս։ Որ մենք չփնտրենք ուրիշ բաների մեջ հավատքը, այլ Աստծո խոսքի մեջ։ Ինչքան մոտենանք մենք Աստծուն, ինչքան շատ ճանաչենք Աստծուն, այնքան դա մեր օգուտն է լինելու։ Ամեն սիրելիներս։ Երկրորդ բանի համար, որ կուզեմ խոսամ, դա աղոթն է։ Մարկոս 11:24։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Ընտանիքով գնացել ենք հանգստանալու, դա տարիներ առաջ էր։ Մեր ցուրտ քաղաքից տեղափոխվել ենք հանգստանալու մի քանի օրով։ Մեր բարեկամներն են երկու ընտանիք ու իրանք հավատացյալներ չէին։ Գիտեք, մենք եկանք հասանք այդ քաղաքը, որտեղ որ պետք է հանգստանանք ու եղանակը խառնվեց իրար։ Ցուրտ։ Շատ ցուրտ ու անձրև։ Մենք ցուրտ քաղաքից եկել ենք, որ տաքանանք, ծովը վայելենք ու անհնարին է, այնպես ցուրտ է ու անձրև, որ անհնարին է ծով գնալը։ Ես որոշում կայացրեցի, որ ամեն առավոտ դուրս գամ ու գնամ աղոթելու։ Երբ որ առաջի օրը աղոթեցի հետ եկա, ամեն առավոտ որոշել էի առավոտ 6-ից մինչև 8-ը 2 ժամ աղոթ կանեմ Տիրոջը։ Երբ որ հետ եկա արդեն աղոթքից մոտավորապես 8:30 կողմերն էր, մի կին կար այնտեղ այդ հյուրանոցում, որտեղ ապրում ենք, այնտեղու մաքրուհին էր։ Սուրճ կուզեք, ասի այո, սուրճ տվեց ու իրար հետ շփվում ենք, ասում եմ, գիտեք, ես հավատացյալ մարդ եմ, սենց ու պատմում եմ, ասում եմ, ուրիշ քաղաքից ենք եկել, եղանակը փչացավ, բայց ես աղոթել եմ Տիրոջը ու ես հավատում եմ, տեսնում եք եղանակը։ Ասում է, հա, բայց եղանակը 10 օր պետքա ցուրտ լինի, ասում եմ, ես հավատում եմ, որ 10 օր տաք է լինելու։ Ես աղոթել եմ Տիրոջը ու հավատում եմ, որ եղանակը 10 օր տաք է լինելու, ու մենք վայելելու ենք այդ տաքը։ Գիտեք, սիրելիներս, այս կինը ինձ մի հատ բան ասեց, գիտեք ինչքան մարդ է այս տարածաշրջանում աղոթում, որ անձրև գա։ Ասեցի, Տեր ջան, այս ինչ կատարվեց։ Փաստորեն իմ աղոթքին ինչ-որ մեկին վնաս է տալիս։ Իմ համար լավ է լինում, բայց ինչ-որ մեկին վնաս է։ Երբ որ ես Տիրոջը ճանաչում էի, ես հասկացա ուրիշ աղոթ է պետք անել։ Ասի Տեր ջան, եք իրար հետ sense պայմանավորվենք։ Ցերեկը լավ եղանակ ես տալիս, որ մենք գնանք լողանանք, գիշեր այդ մարդկանց անձրև ես տալիս, որ իրանց հողերը ջրվի ու իրանք վնաս չքաշեն։ Սիրելիներս, վերջի 1 օրն ընդամենը ցուրտ եղել, որ մենք չենք լողացել։ Մենք 9 օր վայելել ենք ու հենց այդպես եղել է։ Ցերեկը շոկ, մենք լողանում էինք, իրիկունը անձրև է գալիս էր, մարդկանց հողերը ջրում էր։ Փառք Հիսուսին։ Հալելույա, բոլոր փառքերը մեր Տիրոջը։
Հովանես 11:39-ից 43 խոսքերը։ Հիսուսը ասեց. այդ քարը վեր առեք։ Մեռելի քույրը Մարթան ասեց նրան. Տեր, արդեն հոտած է, որովհետև 4 օրվա է։ Հիսուսը նրան ասեց. չասեցի քեզ, որ եթե հավատաս Աստծու փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Մի պահ կանգ առնենք։ Տեսեք, Հիսուսը աղոթք է անում Ղազարոսի համար, որ հարություն առնի։ Ղազարոսը դեռ դուրս չի եկել, բայց Հիսուսը արդեն գոհանում է։ Հավատքով արդեն ինքը գիտի, որ պատասխանվել է իր աղոթքը։ Եվ ես գիտեի, որ միշտ 42 խոսք, միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եվ մեռելը դուրս եկավ։ 4 օրվա հոտած մեռել։ Անհնարին է։ Քույրը, ում եղբայրը դրված է գերեզմանում, գալիս Աստծուն ասում է մի արա։ Ինքը հոտած է, իզուր խի ես անում։ Էդի անհնարինն ես դու հիմա ուզում փորձես, որը որ չի լինի։ Գիտեք, մարդկորեն ճիշտ էր մտածում, բայց Աստծո համար անհնարին բան չկա, ամեն։ Ու մեռելը դուրս եկավ։ Ղազարոսը հարություն առավ։ Գիտեք, այս ամբողջն էլ, այս ինչ որ գրված է մեր համար, ոչ թե Աստված ուղղակի պատմություններ է գրել, որ սիրուն պատմություններ լինի ու մենք կարդանք ու ասենք էսի լավ է եղել, դա մեզ հավատքը, մեր հավատքը բարձրացնելու համար է, որ մենք նայենք ոչ թե մենք մարդկորեն նայենք այդ ամենին, այլ նայենք Աստծո աչքերով։ Ամեն։ Մի հատ նորից վկայություն պատմեմ։ Հայաստանից գալիս ենք Ռուսաստան մեքենայով, 3 եղբայրով ենք, ճանապարհին կանգնացրին, ասեցին ստեղ կանգնեք Վրաստանի մեջ, ինչ որ սահմանի վրա խնդիրներ առաջացել, տեսնում եք այսքան ավտոն, կարող է դուք էլ մի 2-3 օր մնաք ստեղ, ոբշմ, հիմա չեք կարա գնաք, կանգնեք ու սպասեք, չգիտենք ինչ կան, ուզում եք հետ գնացեք, քաղաքում սպասեք, այդտեղ մի ամայի տարածքի մեջ ենք։ Եղբայրներից մեկը առաջարկեց աղոթենք, ասի առաջարկել ես ինքդ էլ աղոթի։ Ու նա աղոթեց, մենք միաբանվեցինք, պարկանք քնելու։ Շատ չէր անցել, երևի մի կես ժամ, 40 րոպե ու մեքենաների ձեն ենք լսում։ Արտանում ենք, տենում ենք բացվել է ճանապարհը, գնում են։ Մեզ է շատ շուտ էր պետք մտնել Ռուսաստան, գործեր ունենք բոլորս էլ։ Ու մենք զարմացած նայում ենք իրար, ասում ենք Աստված էս ինչ հրաշալի, էս ինչ հրաշքարեց։ Ու մենք շում գալիս ենք, հասնում ենք թունել, արդեն որ պետք է Ռուսաստանին մոտենանք, հասնենք։ Թունելի մեջ մի հատ մեծ մեքենա, ֆուր։ Փչանում է այս թունելի մեջ հենց մեջտեղը։ Մեր մեքենայից ընդամենը 10 մետր այն կողմ։ Մեր եղբայրներից մեկը շրջում նայում է ինձ, ասում է ինչ պետք է անենք, պետք է աղոթենք, ուրիշ բան չկա։ Ասում եմ, հա, ես արդեն սովորել եի աղոթք անելու ձևը։ Ասում եմ, Տեր ջան, եթե քեզ պետք է որ ես մեքենան փչանա, փչացած կանգնի ստեղ, խնդրում եմ, թող 10 մետր մեզանից անցնի վերևը, էլի թող փչանա։ Մենք այնքան որ ստեղից անցնենք, դուրս գանք, մեր ճանապարհը բացվի, ու մենք գանք Ռուսաստան։ Այս մեքենան մեզ ասում է, չկա, մի սպասեք, մի հատ թունել է ու վերջ։ Ոչ ինքը բանա, բարձած մեքենա է, ոչ կարան, ոչ մի բան չեն կարան, ինքը պետք է կանգնի այտենց։ Всё, փչացել է, շարժիչն է, ինչն է, չգիտեմ, ոբշմ, ինքը վարորդ ասում է, որ չի քշվում այս մեքենան, վերջ, հույսներդ կտրեք։ Մենք որ մոտենում ենք, ասում ենք, այդ փորձի նորից։ Ինքը խոդ է տալիս մեքենան, քշում է մեզանից անցնում է ու փչանում է մեքենան։ Ու հենց այդտեղ կանգնում է, մեր մեքենան անցնում է ու փչանում կանգնում է։ Մենք քշում գալիս ենք մեր գործերին, սկսում ենք փառք տալ Աստծուն, գոհանալ Աստծուց, ասում ենք Տեր ջան, ես ինչ հզոր ես։ Ինչքան ես դու սիրում ու պահում քոնոնցը, ինչքան շատ ես դու հոգ տանում քոնոնց համար։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա, բոլոր փառքերը մեր Աստծուն, ամեն։ Կողոսացիս 4 գլուխ 2-3 խոսքերը։
աղոթքին միշտ հետևեցեք եւ արթուն կացեք, նրանում գոհությունով։ Եվ մեզ համար էլ աղոթք արեք, որ Աստված բանա մեզ համար խոսքի դուռը խոսել, Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապված եմ։ Գիտեք, սա Պողոս առաքյալի խոսքերն է։ Ես միջև այս խոսքերը կարդալ ես մտածում էի Պողոս առաքյալն է իր բերանը բաց է անում ու ինքս ինքան խոսքերը գալիս են։ Գիտեք, առաքյալը ինքը իր բերանով խնդրում է ժողովրդին, ասում է մեր համար էլ աղոթք արեք, որ խոսքի դուռը բացվի։ Ինքը այնքան էր կարևորում այդ խոսքի դուռը, ինքը չէր ելում իր կյանքը պատմում, որտեվ ինքը իր կյանքից պատմելու ոչ մի բան չուներ, ինքը մենակ Աստծո փառքն էր ելնում պատմում ամենուրեք։ Դա համար ասում էր Աստծո փառքը պատմելու համար խնդրում եմ մեզ համար էլ աղոթք արեք, որ խոսքի դուռը բաց լինի։ Սիրելիներս, Աստված շատ է կարևորում խոսքը, շատ։ Ամեն ինչ Աստված խոսքով ստեղծեց, դրա համար այդքան շատ է կարևորում։ Ամեն։ Երրորդ բանի համար, որ կուզեմ խոսեմ, դա պաշտամունքն է։ Դանիելի գրքում մի պատմություն կա, Նաբուգոդոնոսոր թագավորը եւ 3 երիտասարդները։ Իրանց մասին է Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով։ Դանիել 3-րդ գլուխ 15-ից 30 խոսքերը, մի քիչ երկար է, արագ կարդանք կանցնենք։ Արդ եթե պատրաստ եք, որ երբ լսեք փողի սրնգի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հատ արձան է, կուրքը, ոսկու արձան է սարքում ու բոլորին ասում է, սկզբից չեմ կարդա, ես բոլորին ասում եմ, որ եկեք եւ պաշտեք, պաշտանում կարեք իմ սարքած սրբին։ Ու բոլորը գալիս են, գիտեք, բոլոր ժողովուրդը գալիս են, իր տեղակալները, բոլոր իշխանները գալիս են ու սկսում են պաշտել, բացի այս 3 երիտասարդից։ Արդ եթե պատրաստ եք, որ դիմում այս 3 երիտասարդին, արդ եթե պատրաստ եք, որ երբ լսեք փողի սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի եւ ամեն նվագարանների ձայնը, վայր ընկեք եւ երկրպագություն արեք իմ շինած արձանին, բայց եթե երկրպագություն չանեք, իսկույն պիտի գցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, եւ որ Աստվածն է, որ ձեզ ազատե իմ ձեռքից է։ Եվ Սեդրակը, Միսակը, Աբեդնագովը պատասխանեցին եւ ասացին թագավորին. մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը եւ քո ձեռքիցն էլ, ով թագավոր, նա մեզ կազատի։ Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։ Գիտեք, այնքան շատ նման է այսօրվա կյանքին։ Ամեն ինչ աշխարհը տանում է նրան, որ մեզ բերի խեղդի, մեզ ստիպի, որ մենք սկսենք ուրիշ բաներին երկրպագություն անել, որ մենք մեր հայացքը Աստծուց կտրենք ու սկսենք այն բաներին, որը որ կորչող բաներ են, որը որ ժամանակավոր է, որը որ շատ կարճ ժամանակ հետո վերանալու է։ Այնքան խնդիրներ է մեր կյանքում առաջացնում աշխարհը, որ մենք նույնպես նայենք այդ ամեն անցողիկ բաներին ու մեր Աստծուն բաց թողնենք, սկսենք պաշտել նրան, ժամանակ չտալ Աստծուն։ Գիտեք ինչ վտանգավոր է, երբ որ մենք ժամանակ չենք տալիս Աստծուն։ Սիրելիներս, 7 օր 24 ժամով Աստված մեզ կյանք է տվել։ Ու մենք երբեմն գալիս ասում ենք ժամանակ չունենք, գնանք Աստծո տուն, ժամանակ չունենք, գնանք աղոթենք ու նմանատիպ բաներ։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվավ բարկությունով եւ նրա երեսի կերպարանքը փոխվեցավ։ Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի վրա պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն 7 ավելին, քան թե սովոր էին վառել։ Պատկերացնում եք 7 անգամ ավել է վառել տալի, որ միանգամից խանձվեն։ Եվ տղամարդիկների, զորավոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքված հնոցի մեջ։ Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրենց անդրավարտիկներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ
մյուս հանդերձներով է, եւ գցեցին կրակով բորբոքված հնոցու մեջը, որովհետեւ թագավորի խոսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառված էր եւ այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրակին, Միսակին եւ Աբեդնակովին, սպանեց կրակի բոցը։ Ուզում եմ պատկերացնենք, էլի պատկերացնենք ինչ ձև էր այդ բոցը վառած, որ այդ մարդիկ եկել էին գցելու, իրանք վառվեցին։ Այդ գցողները վառվեցին ու սպանվեցին։ Ասում եմ սպանեց կրակի բոցը իրանց։ Եվ այս 3 մարդիկը Սեդրակը, Միսակը եւ Աբեդնակովը ընկան կրակի բորբոքված հնոցի մեջը կապված։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը թագավորը ապշել էր եւ շտապելով վեր կացավ եւ խոսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ որ մենք 3 մարդ գցեցին կրակի մեջը կապված։ Նրանք պատասխանեցին եւ ասին թագավորին. Այո, ով թագավոր։ Նա էլ պատասխանեց եւ ասաց. Ահա 4 մարդ եմ տեսնում արձակված, ման են գալիս կրակի մեջը եւ վնաս չկա նրանց վրա եւ 4-րդի կերպարանքը աստվածների որդի նման է։ Գիտեք, սկզբում որ նայում ենք, ասում ենք Աստված ջան, քեզ կան դաժան։ Այդ մարդիկ քեզ էին պաշտում ու քեզ չդավաճանելու պատճառով չարեցին թագավորի հրամանը։ Ու դու ես մարդկանց վերցնում ու կրակի մեջ, թույլ ես տալիս, որ իրանց գցեն կրակի մեջ։ Այն ժամանակ մոտեցավ Նաբուգոդոնոսոր թագավորը հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրակ, Միսակ եւ Աբեդնակով, բարձրյալ Աստծո ծառաներ, դուրս եկեք։ Այն ժամանակ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնակովը դուրս եկան կրակի միջիցը։ Եվ ժողովեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները եւ թագավորի խորհրդականները։ Մտիկ տվին այն մարդկանցը, որ նրանց մարմնի վրա կրակը չէր տիրել, եւ նրանց գլխի մազը չէր այրվել, եւ նրանց անդրավարտիկները չէին փոխվել, եւ կրակի հոտն էլ չկար նրանց վրա։ Զարմանալի է, չէ՞։ Հերվից գցողը սպանվում է այդ կրակի մեջ ու մարդիկ ով Աստծո ծառաներն են կրակի մեջ լինելով իրանց վրից անգամ ծխի հոտ չէր գալի։ Նաբուգոդոնոսորը պատասխան տվավ եւ ասեց. Օրհնյալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնակովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նրան ապավինեցին եւ թագավորի խոսքը անարգեցին եւ իրանց մարմինները տվին որպեսի չպաշտեն եւ չերկրպակեն ոչ մի աստծու, բացի իրանց Աստվածանից։ Գիտեք, ասма իրանք իրանց Աստծուն ապավինեցին եւ անարգեցին թագավորի խոսքը։ Եթե մենք մեր Տիրոջն ենք ապավինում, մի վախեցիր, որ կրակի մեջով ես անցնում։ Գիտեք, կրակը մաքրում է, ավելի ազնիվ ոսկի ես դուրս գալիս կրակի միջից, երբ որ կրակի մեջից դուրս ես գալիս, ավելի զորացած ես դուրս գալիս, ավելի շատ ես սկսում Աստծուն ճանաչել։ Հալելույա։ Եվ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու եւ սխալ բան ասի Սեդրակի, Միսակի եւ Աբեդնակովի Աստծո դեմ, պիտի կտոր հոշոտվի եւ նրա տունը աղբանոց պիտի դառնա, որովհետեւ չկա մի ուրիշ Աստված, որ կարող լինի այսպես ազատել։ Մի քանի րոպե առաջ ուրիշ բան էր խոսում թագավորը։ Մի քանի րոպե առաջ ասում էր 7 անգամ ավել վառեք, որ սրանք մոխիր դառնան։ Մի քանի րոպե անցնում է, երբ որ հրաշքը տեսնում է, գիտեք, երբ որ ինքը Աստծուն է տենում, երբ որ ինքը տենում է մեր պաշտած Աստծուն, մեր կենթանի Աստծուն, ոչ թե քար, ոչ թե ճուղ ու նմանատիպ բաներ։ Այն ժամանակ թագավորը հաջողություն տվավ Սեդրակին, Միսակին եւ Աբեդնակովին Բաբելոնի գավառումը։ Տեսեք, կրակի մեջից հանում է ու հաջողություն է տալիս։ Ու արդեն սկսում է վախենալ։ Ասում է, ոչ թե մենակ ես, բոլորդ էլ սկսեք պաշտել իրանց Աստծուն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Աստվածաշնչում մի հատ պատմություն կա, երբ որ Հիսուսը տարվում է անապատ փորձվելու։ Մատթեոս 4
8-11 Դարձյալ առավ տարավ նրան սատանան մի շատ բարձր սար եւ ցույց տվավ նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը եւ ասեց նրան Սրանց ամենը քեզ կտամ եթե ընկած երկրպագես ինձ այն ժամանակ ասեց նրան Հիսուսը դեն գնա սատանա որովհետեւ գրված է թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ միայն նրան պաշտիր Յան ոչ մի բան պետք չէր Իրան գրվածն էր պետք ինքը Աստծուն ճանաչում էր Գիտեք սիրելիներս երբ որ մենք Աստծուն ճանաչում ենք ու մեզ շատ է պետք Աստծուն ճանաչել երբ որ փորձությունները գալիս են երբ որ սատանան գալիս է մեզ փորձելու ու մեզ գրվածքով է գիտեք ասում Եթե Հիսուսին էր ասում ու ուզում էր խաբեր մեզ առավել եւս կուզենա խաբի Երբ որ Հիսուսը իրան ճիշտ պատասխան է տալիս ասում է գրված է քո Տեր Աստծուն երկրպագի եւ մենակ իրան պաշտիր եւ 11 խոսքը այն ժամանակ սատանան թողեց նրան եւ ահա հրեշտակներ մոտ եկան եւ ծառայում էին նրան երբ որ մենք ասում ենք յետինս գնա սատանա ես քեզ չունեմ պաշտելու ես մենակ իմ Տիրոջն եմ պաշտում երբ որ սատանան գնում է իր փոխարեն հրեշտակներ են գալիս ու սկսում են մեզ ծառայել ամեն փառք մեր Տիրոջը հալելույա եկեք ոտքի կայնենք սիրելիներս Հալելույա, թող Տերը փառավորվի։ Գիտեք, չկա երրորդ երկրի վրա գոյություն չունի։ Կա Աստված ու կա սատանա։ Ոսկե միջինը չկա, որ ընտրենք մի քիչ, համ մի քիչ Աստծուն լինենք, մի քիչ էլ աշխարհիկ լինենք, էլի ինչ կլինի, որ չկա այդ ոսկե միջինը, չի կարելի։ Սիրելիներս չի կարելի։ Ասում եմ մենակ քո Տեր Աստծուն պաշտի։ Երբ որ գալիս ես Աստծուն, աշխարհը պետք է մնա աշխարհում։ Քո հին մարդը, քո հին աշխարհը պետք է քեզանից դուրս գա։ Պետք է միայն մեր Աստծուն պաշտենք։ Ամեն։ Հալելույա։ Վերջին տեղը կարդամ։ Հովհաննես 10-րդ գլուխ 9-րդ խոսք։ Ես եմ դուռը, եթե մեկն ինձանով ներս մտնի, կապրի, եւ կմտնի, եւ դուրս կգա, նա եւ արոտ կգտնի։ Սիրելիներս, ուզեմ կոչ անեմ նույն համացանցով դիտողներին էլ, եթե ուրիշ դռներ եք ման գալիս, չկա տենց դուռ։ Միակ դուռը Հիսուս Քրիստոսն է։ Գիտեք չի ասում, ես դուռն եմ, էլի դռներ կան։ Կա մի հատ սենց ուրիշ դուռ, կարաս այնտեղ փորձես, չկա դուռ։ Մի հատ դուռ է, ու այդ մեկ դռան անունն է Հիսուս Քրիստոս։ Ու ուղղակի ինքը չի ասում ներս մտի, ինքը շարունակություն էլ է տալիս, ասում է Եթե մեկը ինձանով ներս մտնի, կապրի, եւ կմտնի, եւ դուրս կգա, եւ արոտ կգտնի։ Չասում ուղակի արի կփորձենք մի բան կլինի, ասում լավ է լինելու։ Մենք իրար հետ հավիտենությունում ապրելու ենք։ Մեր Տերն է դա խոստացե։ Թող փառավորվի մեր Տիրոջ անունը։ Տեր իմ Սուրբ Աստված, քո առաջ են գալիս Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Գոհանում ենք քեզանից, Տեր։ Գոհանում ենք, որ դու միակ դուռն ես, Տեր։ Որ դու մեզ կանչում ես, Տեր, որ քո դուռը միշտ բաց է մեր առաջին, Տեր իմ Սուրբ Աստված։ Բացի այն, որ դու միակ դուռն ես, Տեր, կանգնած ամեն մեկի սրտի հետևը թակում ես նրա սրտի դուռը ու ասում ես եկ ինձ Եկ ինձ եւ հանգստություն կգտնես Բերդ քո ծանր բերը ասում ես թող արի ինձ եւ ես քեզ հանգստություն կտամ Մենք քեզ փառք ենք տալիս ամենակարող Աստված Մենք քեզ փառք ենք տալիս սիրելի Հայր Հիսուս Քրիստոս Մենք շատ ուրախ ենք որ հենց դու ես մեր Աստվածը Մենք շատ ուրախ ենք Տեր որ միակ Աստվածը ու ճիշտ Աստվածը
Միայն ու միայն դու ես Տեր Հիսուս։ Խնդրում եմ ամենակարող Աստված, որ օրհնես այստեղ գտնվող բոլորին, Տեր։ Խնդրում եմ Տեր իմ Սուրբ Աստված, որ օրհնես համացանցով դիտողներին, զորացնես բոլորիս, ավելի շատ ճանաչեցնես քեզ Հիսուս Քրիստոսի անունով, ու այդ ամենի մեջ թող որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա։ Ամեն։ Հիսուս